Ապրիլյան իրադարձությունները փաստեցին, որ հայաստանյան հեռուստաեթերն ունի օպերատիվ եւ օբյեկտիվ անկախ լրատվական հեռարձակողի կարիք։ Սերիալների, զվարճալի հաղորդումների վրա կողմնորոշված հեռուստաընկերությունները ուղղակի պատրաստ չէին արագ արձագանքել եւ արագ միջոցներ ձեռնարկել, որպիսի հասարակությանը տեղեկացնեն ինչ է տեղի ունենում։ 90-ական թվականներին համացանց չկար եւ ռազմական գործողությունների մասին քաղաքացիները տեղեկատվություն ստանում էին ուշացումներով։ Այս անգամ պայմանները բարենպաստ են ու չնայած դրան լրատվամիջոցներն ուշ կողմնորոշվեցին։ Առաջին օրերին մենք նկատում ենք, որ չէին հասցնում լրատվամիջոցները իրադարձությունների հետևից կար փաստերի քաղց առանցին լրագրողներ, որոնք որ միանգամից մեկնեցին ճակատ եւ այնտեղից Facebook-յան իրենց գրառումներով, իրենց լրատվամիջոցների մեջ լուսաբանումներով կարծում եմ, որ շատ մեծ աշխատանք էին կատարում եւ որոշ առումով փակում էին այդ բացը։ Պատերազմական պայմաններում լրատվամիջոցները պետք է ավելի զգուշորեն գործեն, հաղորդած տեղեկատվությունը պետք է խուճապի պատճառ չդառնա։ Պետք է բալանսը պահել իրականությունը ներկայացնելուց եւ իրականությունը շատ ավելի դրամատիկ չդարձնելուց, երբ խոսքը պատերազմի մասին է։ Եվ իհարկե թաքցնել այն, որը մի քանի ժամից հետո միևնույն է բացահայտվելու է եւ դու ընդհանրապես կասկածներ ես առաջացնել, ուրեմն եթե նա են թաքցրել, ուրեմն հիմա էլ ինչ որ կատարում է, էլի թաքցնում են։ Դա լրիվ հակառակ էֆեկտն է ունենալու։ Ըստ մասնագետների Ադրբեջանում այլընտրանքային լրատվության բացակայությունը հայկական կողմին առավելություն տվեց միջազգային ասպարեզում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նախընտրում էին գալ Հայաստան ու այստեղից լուսաբանել իրավիճակը, ինչի հնարավորությունն Ադրբեջանում չկար։